Հաղարծինի վանք միջնադարյան հոգևոր և մշակութային համալիրը գտնվում է Տավուշի մարզում Դիլիջան քաղաքից մոտ 18 կիլոմետր հեռավորության վրա Անտառապատ լեռների գրկում։ Հաղարծին անվան ծագումնաբանության հետ կապված կա մի գեղեցիկ ավանդազրույց։ Ըստ ավանդազրույցի, երբ կատարել են վանքի օծման արարողությունը, այդ ժամանակ գլխավոր եկեղեցու գմբեթի վրա մի արծիվ է ճախրել, և դրանով վանքը հայտնի է դարձել որպես խաղացող արծվի վանք։ Հաղ նշանակում է խաղ, իսկ արծին՝ արծիվ։ Այստեղից էլ առաջացել է հաղարծին բառը։ Վանքի հիմնադրման մասին մատենագրական տեղեկություններ չկան, և ստույգ հայտնի չէ, թե ով և երբ է կառուցել այն։ Գոշավանք վանքի վարդապետ, պատմիչ Կիրակոս Գանձակեցին, նկարագրելով Մխիթար Գոշի կառուցած Աստվածածին եկեղեցու օծման հանդիսությունները, նշում է, որ դրանց մասնակցել է նաև Հաղարծնի վանքի առաջնորդ Խաչատուր Տարոնացի վարդապետը, որը ըստ պատմիչի շենացրել էր մինչև այդ լքված և կիսավեր վանքը։ Այստեղից էլ պարզ է դառնում, որ Գոշավանքի հիմնադրումից շատ առաջ Հաղարծինի վանքը գոյություն է ունեցել, սակայն Հաղարծնի վանական համալիրի շինությունները մեծ մասամբ 13-րդ դարի են և քիչ բան են ասում հուշարձանախմբի հնագույն կառույցների մասին։ Վանքի ամենահին կառույցը Սուրբ Գրիգոր եկեղեցին վիմագիր հիշատակություններ չունի, ուստի և անորոշ է նրա կառուցման ժամանակը։ Հաղարծինի վանքը ունի 4 եկեղեցի՝ 2 գավիթ, սեղանատուն, աղոթարաններ և խաչքարեր։ 10-13-րդ դարերում կառուցված Հաղարծին վանական համալիրի պատմական իրադարձությունների համադրման արդյունքում կարելի է ասել, որ Հաղարծին վանական համալիրը հիմնադրվել է Բագրատունիների օրոք։ Սուրբ Գրիգոր եկեղեցին, որը վանքի ամենահին կառույցն է, խաչաձև գմբեթավոր է։ Սուրբ Գրիգորին հյուսիսից կից է Սուրբ Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին, իսկ արևմուտքից Քառասյուն գավիթը, որը կառուցվել է Իվանե Զաքարյանի հովանավորությամբ 12-րդ դարի վերջում։ Համալիրի գլխավոր եկեղեցին Սուրբ Աստվածածինն է, որն իրենից ներկայացնում է գմբեթավոր դահլիճ։ Այս եկեղեցու դիմաց պահպանվել են ավերված գավթի մնացորդները։ Սուրբ Գրիգոր եկեղեցու գավթի հարավային պատի տակ տեղակայված է արքայական դամբարանը։ Սուրբ Աստվածածին եկեղեցում կա մի թաքստոց, որտեղ օտարներից պաշտպանելու համար պահել են սրբություններ։ Վանական համալիրն ունի գետնուղի, որը տանում է դեպի գետը։